ՔՊ-ի կործանիչ քաղաքականությանը պետք է վերջ տրվի, ու դա պետք է վերջ տրվի գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, հաղթելով։ Եվ ուրեմն ինչ պետք է անեն վաղարշապատցիները իմ համոզմամբ առաջիկա կիրակի օրը։ Առաջին հերթին չծուլանալ, չհալարել եւ անպայման մասնակցել ընտրության։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրության, այնքան մեծանում է ՔՊ-ի պարտության հավանականությունը։ Այո, կիրակ է, հանգստանալու օր է, բայց արժե ձեր ժամանակից տրամադրեք։ Հո գիտեմ, թե որքանով եք դեմ սրանց, բայց դեմ լինելը ոչ թե ցույց տվեք ընտրություններին չգնալով, այլ գնացեք ու մերժեք։ Եթե չգնաք, ընտրվելու եք ՔՊ-ն։ Հիշեք, Գյումրիում պարտությունից հետո ՔՊ-ի Սարիկը խոստովանեց, որ իրենք չէին հաշվարկել, որ այդքան շատ մարդ կմասնակցի։ Մյուս անելիքը քվեարկությունն է ձեր խղճի մտոք, ձեր հայացքների համար, ոչ թե պարտադրաբար։ Չեմ կարծում, որ ձեր խղճի մտոք քվեարկելու դեպքում մի 10-11%-ից շատ ձայն կտանի ՔՊ-ն։ Եթե ուզում եք օգուտ տալ ոչ միայն համայնքին, այլև երկրին, պետք է ոչ մի պարագայում չընտրել իշխանությանը եւ նրա հետ փոխկապակցված ուժերին։ Եթե վաղարշապատում չեք ապրում, բայց ունեք բարեկամ, ընկեր, հորդորեք գնան ընտրության ու ընտրեն ոչ իշխանականի։ Հիմա իրենք սպառնում են, փորձում են կաշառել, խոստումներ են տալիս, ասում են կոլեկտիվով, ընտանիքով եկեք, մեր թեկնածուին ընտրեք, որ ինչ ասեք անենք։ Ժողովուրդ ջան, ժամանակին էլ նույն Նիկոլենք ասում էին հանրապետականներին ի պատասխան. ժողովուրդ ջան, իրենց առաջարկներին համաձայն եք, ասեք հա, գալու ենք ձեզ ընտրենք սաղ ընտանիքով, բայց գնացեք, ընտրեք այն մարդուն, ում ուզում եք։ Սա կոնկրետ այդ դեպքն է։